Բարի օր գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, գործարար ալիքը, սա թարմ ուղեղով զրույցն է, իսկ թարմ ուղեղով իմ զրուցակիցը մարտական եղբայրություն միաբանության ներկայացուցիչ Մասիս Ճիրոյանն է։ Մասիս ջան, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, նորություններ ունեք դուք կրկին, արդեն կուսակցության ֆորմատով եք կարծես թե առաջիկայում հանդես գալու, ինչպես հասկացա, ազգային հեղափոխություն կուսակցություն։ Ինչու որոշում կայացվեց կուսակցություն հիմնելու, արդյոք ընտրությունները այստեղ դեր ու նշանակություն ունեն, որովհետև 4 ամիս է ընդամենը մնացել, բոլորը այդ տրամաբանությամբ են առաջնորդվում, ձեր մտքում ինչ է։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ սկսեմ ներկայացնել, որ մարտական եղբայրություն միաբանությունը ինքը ի սկզբանե քաղաքական կառույց է եղել, հիմնվել է 2021 թվականին ու ի տարբերություն այլ քաղաքական միավորների, որոնք որսնկի պես բացվում են, հետո արագ անհետանում, մենք փորձել ենք ի սկզբանե ձևավորել թիմ, գաղափարախոսություն, ծրագիր, նոր այնուհետև անցնել մյուս process-ներին։ Իսկ ինչ վերաբերում է մարտական եղբայրությանը կուսակցություն դառնալուն, չէ, մարտական եղբայրությունը կա, ինքը կարելի ասել մայր բջիջն է, որը ցանցայինն է։ Այսինքն մարտական եղբայրությունը ունի միաբանություն հիմնադրամ, որը մշակութային գրական միջոցառումներ իրականացնում, հիմա Գարեգին Նժդեի արձանի հուշարձանն ենք փորձում վերականգնել Գերեզմանը Խուստուփում։ Դրա հետ կապված մեր ընկերներն աշխատում են ճարտարապետ Արեգ Ասրաբյան եւ Տիգրան Վարդանյան քանդակագործ, որոնք որ Գագիկ Գինոսյանի գերեզմանն է կառուցել։ Հա, այդ նույն տղաները հիմա մեր հետ համատեղ աշխատում են այդ պրոյեկտի վրա, այսինքն ունենք հիմնադրամ, ունենք ռազմամարզական, որը հայտնի պատճառներով մենք գործունեությունը կասեցրեցինք ռազմամարզականի, որովհետեւ ամեն կերպ փորձում ենք պիտակավորել, բայց դա ժամանակավոր է։ Այսօրվա իշխանության այդ խնդիրներ կան, բայց մենք մեր ворթեգրած այդ ուղղություններից չենք հրաժարվում։ Հիմա քաղաքական process-ների մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության այսօրվա համադրությունը պարտադրում է, որ եթե մասնակցելու ես ընտրության, որևիցե ընտրության, դու պետք է ունենաս կուսակցություն։ Նախկինում օրինակ 90-ականներին դա պարտադիր չէ, այսինքն միություններ կային, չգիտեմ, հականներ կային, որոնք կարողանում են կամ անհատ մարդիկ կարողանում են մասնակցել ընտրական process-ներին։ Հիմա քանի որ մեր մոտ խորհրդարանական համակարգ է ու պարտադիր կուսակցական ֆորմատով պետք է հանդես գալ, մենք որպես գործիք փորձում են գրանցել ազգային հեղափոխություն կուսակցություն։ Ու իմիջիալոց մեր գաղափարակիցներին, ովքեր որ կողմ են այն ամեն ինչին, ինչ որ մենք ենք ասում, իրենց էլ ենք առաջարկում ենք եկեք համատեղ։ Մի հատ կետերով գնանք, ինչին եք դուք կողմ ու ինչին կողմ եղող մարդիկ կարող են միանալ ձեզ։ 21 թվականին։ Կամ լավ, ինչին եք դեմ դուք։ Չէ, մենք առհասարակ կողմ ենք ինչ որ բաների ու ավտոմատ դրանից ելնելով ժխտում ենք որոշակի բաներ։ Բոլորին դեմ չեք։ Չէ, մենք բոլորին դեմ չենք կարող լինել։ Բոլորի մեջ մենք էլ ենք մտնում, մյուսներն են մտնում, բազմաթիվ անհատներ են մտնում, նաև լավ բաներ ասող քաղաքական ուժեր, հականեր, միություններ առհասարակ։ Մենք 21 թվականին, երբ որ հավաքվել ենք ընկերներով, նոյեմբերի 9-ը մերժել ենք, այսինքն դա Հայաստանի կապիտուլյացիոն փաստաթուղթներ ու ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը նախ պետք է հենվի սեփական ուժերի վրա ու պետք է դիմադրության ճանապարհով գնա, ոչ թե հանձնվելու, իրականում հիմա հանձնվելու քաղաքականություն են վարում։ Բոլորը ասում են խաղաղություն, իսկ դա նենգափոխված բառեր են։ Բայց ուր է նոյեմբերի 9-ը Մասիս։ Հաջորդիվ եկել է օգոստոսի 8-ը, դրանք մեկը մյուսին փոխարինող են։ Խոսպի թե չխոսպի Հայաստանի Հանրապետությունը ունի երակողմ ստորագրած փաստաթուղթ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի հետ համատեղ։ Որից դուրս Արցախի, իսկ Արցախը այլևս հայկական վերահսկողության տակ չի։ Բայց փաստաթուղթը դեռ գործող է։ 9-րդ կետ կա, Միչանսկ կա։ Միչանսկին փայեն այսօր արդեն նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ու ոչ թե Միացյալ Նահանգները, այլ կոնկրետ մասնավոր ընկերություն, որովհետև մեր հանրությանը փորձում է մոլորեցնել, որ դա իբր թե ամերիկյան ծրագիր է, բայց ոչ։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը դա չի հաստատել։ Հետևաբար դա ոչ թե Ամերիկայի պետական քաղաքականությունն է, այլ այս պահին գործող քաղաքական թիմի որոշ մարդկանց շահերն է սպասարկում։ Ինքը մասնավոր պրոյեկտ է ու այդ օգոստոսի 8-ի փաստաթղթի մեջ էլ, որին նույնպես դեմ ենք,
օգոստոսի 8-ի փաստաթղթի մեջ չկա ֆիքսված, որ ԱՄՆ-ն տեղ մասնակից է։ Այսինքն երկկողմի ԱՄՆ-ն ուղղակի վկայի կարգավիճակ ունի։ Ու մեզ բոլորից փորձում են մոլորեցնել։ Հաղթանակի անունը դրել են պատերազմ ու ժողովրդին ահաբեկում են, ասում են, այ եթե դուք ընտրեք դիմադրության ճանապարհը, կունենաք աղետ, կունենաք կոտորած, կունենաք սով, արտակաղ, չգիտեմ, էներգետիկ ճգնաժամ ու հակառակը պարտության անունը դրել են խաղաղություն ու փորձում են դա առաջ տանել։ Այսինքն իսկ իրականում հենց այդ խաղաղություն կոչվածն է, որ բերելու է այդ բոլոր աղետներին։ Մենք այլ ընտրանքն ենք առաջարկում, ասում ենք անկախություն եւ անվտանգություն։ Ամենակարևոր բանը մեր առաջարկությունը անվտանգությունն է։ Այսօր իրենց ասած խաղաղությունը անվտանգություն չի բերում։ Սա ժամանակավոր է։ Պատկերացրած անվտանգությունը ինչ ձևաչափի մեջ է տեղավորվում։ Նախ քաղաքական կամք պետք է լինի, որ մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը։ Երկրորդ, մենք չպետք է հրաժարվենք այն ամեն ինչից, ինչը որ հայ ժողովուրդը իր արյունով, իր պայքարով ունեցել է։ Այսինքն Արցախը դա իրենք երբ որ մեկ ստորագրությամբ հրաժարվում են Արցախից, հայ ժողովուրդը 88-ից հետո այլ շարժում չի ձևավորել, որ հրաժարվի Արցախից։ Բոլորի համար Արցախի էջը փակված է քաղաքական դաշտի ակտիվ դերակատարների համար։ Մեր համար դա փակետ չի։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախը այլևս Ադրբեջան է, եւ հայ ժողովուրդը գնում ընտրում է Նիկոլ Փաշինյանին, նշանակում է, որ հայ ժողովուրդը եւ այն տոկոսը, որը ընտրում է իրեն եւ թույլ է տալիս, որ նա լինի կրկին իշխանություն, համաձայն է դրա հետ։ Հայ ժողովրդի մեծ մասը չի մասնակցում ընտրություններին։ Սա պետք է ֆիքսենք։ Այսինքն իրենք եղած դաշտում ոչ մեկին չեն վստահում, մեծ մասը։ Մյուս մասի մի մասը գնում ընտրում է Փաշինյանի տերորի արդյունքում, որովհետեւ առավոտից իրիկուն այս 5 տարվա ընթացքում քարոզ է տարվել, որ մենք թույլ ենք, մենք չենք կարող, հնարավոր չէ, այդ թույլին չեն համոզում, չէ՞, ես բազմաթիվ անգամներ դրա մասին խոսել եմ ու մենք բոլորս թույլին չեն համոզում, որ ինքը թույլ է, եթե միլիոնավոր դոլարներ, տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում։ Հակառակն են, չէ՞, համոզում։ Հակառակն են համոզում։ Դուք մեդիայի աշխատող եք։ Պատկերացնում եք, չէ՞, որոշակի ծախս է պահանջում մեդիա պահելը, ամեն օրվա ռեժիմով կոնտենտ տալը։ Եթե բացում ենք հայկական մեդիա դաշտը ու տեսնում ենք, որ բոլոր լրատվականները ու բոլոր քաղաքական գործիչները առավոտից իրիկուն ասում են, այո, մենք չենք կարող, մենք թույլ ենք, մենք պետք է ժամանակ, չգիտեմ, ու հեքիաթներ են պատմում, նշանակում է, որ մի բան այն չի, թույլին սա չեն համոզում։ Թույլը ինքը գիտի, որ թույլ է։ Ու համոզելու կարիք չկա, որովհետև Ադրբեջանը մի անգամ ճաշակել է հայ ժողովրդի ուժը, երբ որ հայ ժողովուրդը միասնական է դուրս եկել ու մինչև նոյեմբերի 9-ը հայ ժողովուրդը միասնական պայքարում էր։ Ամբողջ աշխարհում հայերը որտեղ կային, պարալիզացրել էին աշխարհը։ Ի տարբերություն այլ երկրների Հայաստանում ներգաղթ էր։ Այլ երկրներում պատերազմ է լինում, արտագաղթ է տեղի ունենում, Հայաստանում ներգաղթ էր։ Սա ֆենոմեն է։ Ու սա փորձել շրջել 5 տարվա ընթացքում իրենք կատարել են որոշակի աշխատանք ու մարդկանց ահաբեկել են։ Միֆեր են ստեղծել, կարծես թե մենք պատերազմել ենք Չինաստանի կամ Հնդկաստանի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ։ Չէ։ Ու հիմա էլ տենց իբր թե բարեկամության է գնում, ում հետ են բարեկամության գնում։ Հենց սրա շուրջ ենք մենք կառուցում, այսինքն մեր քաղաքական գիծը դիմադրությունն է, ուժը, անվտանգությունը, անկախությունը։ Ու անկախությունը այն ամենավերևի արժեքն է մեր համար, որովհետև ազգի գոյատևման համար այլ լավ տարբերակ քան անկախ պետությունն է, մարդկությունը դեռ չի ստեղծել։ Մի քանի հազար տարվա մարդկության պատմության մեջ պետությունից ավելի լավ տարբերակ, որտեղ որ ազգերը կարող են իրենց գոյությունը պահպանել, չկա։ Իսկ ազգերը կարող են իրենց գոյությունը պահպանել անկախ պետությունում ու առաջընթաց գրանցել։ Այ հասանք պատերազմի թեմային, պատերազմի թեմայով կարծես թե ստորագրահավաքի նպատակներ ունեք, որ 16-ից այս կողմ պատերազմներին մասնակցած մարդիկ 89-ից այո 89-ից ես շփոթվեցի, կարգավիճակ չունեն մասնակցության։ Դա ո՞նց է ձևավորվում, նախ կուզեմ դրա մասին խոսեք, այդ կարգավիճակը ո՞նց են ստանում ու ինչի համար է դա պետք։ Նախ առաջին սա գնահատանքի ինստիտուտն է։ Հայաստանի Հանրապետությունը, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը կարգավիճակ տվել է միայն երկրորդ համաշխարհային մասնակիցներին ու կարգավիճակի մեջ նշված է հստակ
հայրենական մեծ պատերազմի մասնակցի կարգավիճակ։ Ինքն իրենից ենթադրում են նաև սոցիալական որոշակի արտոնություններ։ Բայց նշված է հայրենական մեծ պատերազմ, այսինքն ԽՍՀՄ-ը համարում են մեր հայրենիքը, իսկ Հայաստանի Հանրապետության Արցախի համար մղված պատերազմում այդ մասնակիցներին որևիցե կարգավիճակ չեն տվել։ 89-ից 94 թվական ովքեր որ մասնակցել են, ուղղակի տրվել են հայրենիքի պաշտպանությանը մասնակցածի կարգավիճակ, այսինքն 90 եւ ավել օր ովքեր որ մասնակցել են մարտական գործողությունների եւ մարտական հերթապահության տրվել 90 եւ ավել օր, այսինքն եթե մարդը 4 օր հետո զոհվել է, ընդհանրենք իրենց էլ կարգավիճակ չկա։ Տվել են այդ հայրենիքի պաշտպանության մասնակցածի կարգավիճակ։ Իսկ 16 թվականին, ու դա օրենք են ընդունել կամ կառավարության որոշում, հիմա հստակ չեմ հիշում, որ ովքեր 90 եւ ավել օր են, դրա համար 16 թվականին, 20 թվականին, 22 թվականին, 23 թվականին Արցախի դեր ունեցած դեպքերի ժամանակ այդ մարտերի մասնակցածներին որևիցե կարգավիճակ չկա։ Զինգրքույկների մեջ ուղղակի զինկոմիսարիատի աշխատակցի կողմից նշված է, որ մասնակցել են ուղղակի մարտական գործողությունների։ Հստակ չի նշում, միգուցե բակային կռիվ է եղել, մարտեր են եղել, ինչ մարտական գործողությունների։ Մեր ասածն է, որ եթե մարդիկ գնացել են պատերազմ, պաշտպանել են իրենց երկիրը կամ գտնվել են ծառայության մեջ, սպա զինվոր ու մասնակցել դա անպայման, եթե մարդը իր կյանք ու ասում են մենք սոցիալական ծրագրեր ենք անում, մեզ ենք անում, կամ դրանք երկրորդված են իրականում։ Երբ որ մարդուն ինչ որ արարքի համար պարգևի են արժանացնում, օրինակ մեդալ են տալի, չէ՞։ Տարբեր մեդալներ կան, գիտության ասպարեզում, մշակույթի ասպարեզում, նույն զինվորականության մեջ գերատեսչական մեդալներ կան, կառավարական կան, նախագահական տալիս են, օրինակ Մովսես Խորենացի ներսը շնորհալ, տարբեր մեդալներ են տալի, դա գնահատանք է, չէ՞։ Երբ եք սկսելու ստորագրահավաքը ու ինչ ձևաչափով է դա։ Սկսված է արդեն։ Ինչ ձևաչափով, ինչպես կարող են գալ, միանալ, եթե կողմ են ձեր։ Եթե կողմ են, կարող են գրել մարտական եղբայրություն միաբանության էջին, կարող են գրել իմ անձնական էջին, իմ հեռախոսի համարը, մարտական եղբայրության միաբանության հեռախոսի համարը նշված է մեր էջերում, կարող են զանգել, արդեն կպայմանավորվենք մենք մոտենալ կամ մենք կմոտենանք, ու սա վերաբերում է նաև զոհվածների իրավահաջորդներին, որովհետև օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների իրավահաջորդները ունեն անմահ գունդ։ Երբ որ մայիսի 9-ին դուրս են գալի իրենց պապերի նկարներով քայլում են, մենք մեր հայրենական պատերազմը եղել է 89-ից մինչև 23 թվական ու դեռ շարունակվում է։ Մենք այդ մեր հայրենիքի համար կռվածներին չեն գնահատել, մեր պետությունը շնորհակալություն չի ասել, կարգավիճակ չի տրվել։ Իսկ մեր պահանջն է, որ այդ մարդկանց տան հայրենական պատերազմի մասնակցի կարգավիճակ, որովհետև դա է մեր հայրենական պատերազմը։ Մենք այդ պատերազմի արդյունքում ենք ձևավորել որպես անկախ պետություն։ Մասիս իսկ այն հարցը, որ արդեն ամսի հունվարի 27-ը բանակի տոնից 1 օր առաջ հաստատվեց որպես ՍՔՈ օր Հայաստանի Հանրապետությունում զոհերի հիշատակին նվիրված օր։ Դրան ո՞նց եք վերաբերվում։ Շատ բացասական կարծիքներ կան, ինչու բանակի օրվան նախորդող օրը կարող է լինել, այն դիմությունը խորհրդարանական ասում է, որ դա կարող է լինել սեպտեմբերի 27-ին, նոյեմբերի 9-ին, բայց դա եղավ հունվարի 27-ին։ Առհասարակ օրվա հետ կապված ինչ ասելիք ունեք։ Տեսեք, անդիմությունը ինքը օրվա հետ զուտ տվյալ օրվա հետ համաձայն չի, բայց որ բանակը պետք է ունենա ՍՔՈ օր, դրա հետ համաձայն։ Այսինքն իրենք Նիկոլ Փաշինյանի հետ գործում են նույն տրամաբանության մեջ։ Մեր ասածը այն է, որ բանակը չի կարող ունենալ ՍՔՈ օր, որովհետև բանակը։ Բայց ասում են բանակի չէ, դա պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակի օր։ Կապ չունի։ Պատերազմում զոհվածները դրանք ուղղակի անմեղ զոհեր չեն։ Մենք այդ մարդկանց հերոսացնում ենք, բարձրացնում ենք ու իրենց կենթանի ենք համարում։ Տարիներ շարունակ, երբ որ մեր պետության տոների ժամանակ, այսինքն կլիներ հունվարի 27-ը, կլիներ մայիսի 8-ը, մայիս 9 սովետական օր է։ Մայիսի 8 Շուշի ազատագրման, կլիներ մայիսի 28, սեպտեմբերի 21, իմիջիայլուց մայիսի 14, որը որ երբեք չի նշվել, Արցախի հաղթանակի օրն է։ 94 թվականի մայիսի 14-ը, որ միշտ թաքուն է պահվել։
այս օրերին մարդիկ գնում են եռաբլուր, որպեսզի իրենց զոհված քույրերի ու եղբայրների հետ միասին նշեն, որովհետև այդ մարդիկ իրենց համար կենթանի են, այդ բանակը ստեղծվել է կամ այդ հաղթանակներն ու այդ տոները ստեղծվել են այդ մարդկանց կյանքի շնորհիվ։ Ու մենք փառաբանում ենք երբևէ քո օր հայտարարել։ Բանակի հետ կապված զոհերի ցանկացած ամեն ինչի չպետք է լինի։ Այդ մարդիկ գիտակցված են գնացել այն քայլին, որ իրենք ծառայել են, իրենք պատերազմել են, իրենք կռվել են։ Իրենք չեն մտածել, որ իրենց համար պետք է սկալ, հակառակը իրենց պետք է փառք տալ, փառաբանել, ուրախությամբ, հպարտությամբ, դրանից ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, երբ որ մարդը իր ազգի համար կռվում է, ու հենց տեղ է նահատակվում, դա անմահության է գնում։ Մենք փոքր ժամանակից սովորել ենք, չէ՞ որ գիտակցված մահը անմահություն է։ Հա մարդիկ գնացել են գիտակցված մահվան հանուն անկախ Հայաստանի։ Ու չի կարելի դա ասոցացնել սքի հետ, այսինքն իրենք այն տրամաբանությունն է ստացվում, որ եթե դու գնում ես պաշտպանում ես քոնը, դա սքալու առիթ է տալու հետո։ Այսինքն դա վատ բան է։ Դա ենթագիտակցության մեջ նստելու է, որ դա վատ բան է, խուսափեք։ Դրա համար ընդունում են օրենք, որ կարող եք փախնել, հետո գալ գումարներ վճարել։ Այ հասնելով դրան։ Խուսափել ծառայությունից, այսինքն իրենք բոլոր շերտերը ընդունվեց, ըստ որի կան հստակ այսպես սահմանաչափեր կամ որոշակի գումար վճարում ես, որոշակի ժամկետով ծառայություն ես իրականացնում, եթե 27 տարին լրացել է եւ դու ծառայության տարիներին այդ հստակ սահմանված ժամանակահատվածում չես եղել Հայաստանի Հանրապետությունում, կամ ամբողջովին ես գումարը վճարում պետբյուջե եւ արդեն ազատվում ես եւ հաշիվները փակվում են, չէ՞։ Դրա մասով ինչ կարող եք ասել, խորհրդարանական հիշեցնեմ, որ խորհրդարանական ընդդիմությունից Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկել եւ իրենք կողմ են, որ այդ մարդիկ գոնե ինչ որ տարբերակով վերադառնան։ Կարծում եք լավ չէ ամեն դեպքում վերադարձը։ Վերադարձը միշտ լավ է, բայց եկեք հասկանանք։ Ես նախորդի թվարկեցի, որ պատերազմի մասնակիցներին կարգավիճակ չեն տվել, դրա համար օրինակ ովքեր որ գնացել են սիգարետ են բաժանել, իրենք էլ են ասում մենք պատերազմի մասնակից ենք, այն ովքեր որ գերի են ընկել, զենքերը դրել են, գնացել են հետո հետ գալուց հերոսացվում են, այսինքն լղոզվում է, ամեն ինչ լղոզվում է։ Հետո ինչ են անում։ Բանակի ժամկետն են կրճատում, հետո տարիֆներ են սահմանում, այսինքն մտնում ես մենյուով, մտնում ես թե դու ինչ ես ուզում, ոնց ես ուզում։ Հա։ Ու դրա համար ամեն ինչը գնում է դեպի բարոյալքման, արժեզրկման, այսինքն այն մարդիկ, ովքեր որ գնում են իրենց կյանքից 2 տարին տալիս են, պաշտպանում են իրենց երկիրը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս հարցը բարձրացնելով կրկին սոցիալական կարգավիճակի հարցն էլ է բարձրանում, որովհետև բոլորը չունեն այդքան գումար, որ վճարեն եւ ազատվեն այդ պարտավորությունից, չէ՞։ Սոցիալական հարցը է բարձրանում, բայց առհասարակ հակառակ բաները պետք է անեն, այսինքն պետք է մոտիվացնեն, պետք է հասկացնեն, որ այդ ծառայությունը լավ բան է, բայց քանի որ այս իշխանությունը փորձում է ամեն կերպ խուսափել, բանակը իմաստազրկել են, ինչի համար իրենք բանակ բան, որ ումից պաշտպանեն մեզ։ Եթե մեր իշխանությունները ասում են, որ մենք չենք կարող նույնիսկ Ադրբեջանից պաշտպանվել, ումից պետք է պաշտպանեն մեզ։ Թրջուններից, չգիտեմ, կենթանիներից, հա։ Դե խաղաղության դարաշրջան չի։ Չկա խաղաղության դարաշրջան։ 21 թվականից սկսած ամեն տարվա վերջ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվեր։ Մինչև այսօր այդ պայմանագիրը չկա ստորագրված։ Իմիջիայլոց Ադրբեջանը շարունակում է ասում են քաղաքական process է, ժամանակ է պետք դրան։ Ադրբեջանը հստակ գնում է Հայաստանի դեմ դատական process-ների, հստակ։ Ինքը պահանջներ ունի։ Ու նաև այս մեր իշխանությունների թեթև ձեռքով, երբ որ օրինակ մեր իշխանությունները հայտարարեցին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն։ Այսինքն այն դիվանագիտությունը, որ մինչև այդ էր կառուցված, ամբողջը փլվեց, չէ՞, որովհետև Հայաստանը չէր պատերազմող կողմ, ու Հայաստանի հետ պատերազմ չեղավ 20 թվականին։ Մարտական գործողությունները Արցախում էին։ Ռազմական դրություն հայտարարեցին, մոբիլիզացիա չհայտարարեցին։ Եթե հայտարարում ես ռազմական դրություն, նորմալ մոբիլիզացիա պետք է հայտարարես։ Հաջորդ թիվ գնացին իրենք ստորագրեցին այդ փաստաթուղթը, ոչ թե Արցախը ստորագրեց առանձին, ինչ որ հրադադարի համար պայմանագիր կամ չգիտեմ հռչակագիր որ ստորագրեցին նոյեմբերի 9-ին։ Ստորագրվեց եռակողմ, բայց Հայաստանն էր կողմ, Արցախը կողմ չէր։ Այսինքն Հայաստանը իր վրա վերցրեց այդ ամեն ինչը, ու հետո Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար
ամբողջ պատասխանատվությունը հիմա Հայաստանի վրա է։ Երբ որ այս պահին ռազմաքաղաքական էլիտային դատում են Արցախում, Ադրբեջանում, այդ դատական process-ների արդյունքում պետք է Ադրբեջանը գնա հաջորդ քայլին։ Ու իրենք դրա մասին իրենց մոտ բաց հայտարարում են, որ ռազմատուգանք պետք է Հայաստանը վճարի։ Մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Ադրբեջանը ստոպ չի տալու։ Կարծում եք նույնիսկ Միացյալ Նահանգները չի կարող այս դեպքում ճնշում գործադրել։ Վենսի այցը ինչ որ զսպող գործիք չէր, ինչ որ քայլ չէր այդ իմաստով։ Վենսի կառավարությունը, իրեն ձև արած իշխանությունը մի քանի տարի հետո կարող է չլինել։ Մեր պատերազմը բավականին երկար է։ Ու Ադրբեջանը երկարաժամկետ է խաղում։ 26 տարի իրենք համբերեցին, հարմար պատուհան բացվեց, իրենց գործողություններն արեցին։ Պետք լինի հաջորդ 26-ն է կսպասեն, բայց իրենք չեն գնալու խաղաղության, որ իրենք հաջորդ ակտը անեն։ Այս ուղղությամբ են գնում, սա պետք է հասկանա մեր հանրությունը։ Երբ որ Փաշինյանն ասում է մեկ էներգետիկ համակարգ, մենք տեսել ենք մութ ու ցուրտ է եղել, երբ որ մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ է եղել։ Հայաստանը, երբ որ Ադրբեջանից կախվածության մեջ ունի, մենք էներգիա արտադրող ենք, իմիջիայլոց ցանկանում են ատոմակայանի թեման էլ մոլորության տալով փակել։ Մենք այսօր տարածաշրջանում որպես էներգիա եղբայր ունենք ատոմակայանը։ Հեքիաթներ են պատմում, ասենք մոդուլային ատոմակայաններից են խոսում, բայց աշխարհում դրա փորձարկված տարբերակը չկա։ Ինքը դեռ փորձարկման ընթացքում է։ Տեսնելու ենք ձեզ ընտրություններին։ Միգուցե տեսնենք, եթե մեր գաղափարակիցները, մեր համակիցները գան միանան ու մենք կարողանանք համատեղ այդ կուսակցությունը գրանցենք, որովհետև կուսակցություն գրանցելու համար հիմնադիր 300 անդամ է պետք։ Քանից մեկ հիմա դուք։ Մենք այս բան 150 գրանցված մարդ կա, բայց մենք չենք ցանկանում ուղակի լցոնենք։ Մենք ուզում ենք, որ մարդիկ իրեն կան։ Յուրաքանչյուրը գաղափարի կրող լինի։ Յուրաքանչյուրը գաղափարի կրող լինի։ Դա չէ հնարավոր է ցանոթ բարեկամ։ Կարծում եք նույնիսկ 300 հոգի չկա Հայաստանում այդ գաղափարը։ 300 հոգի չէ, 3000 էլ կա Հայաստանում, բայց քանի որ անընդհատ այս հանրությանը մոլորեցրել են, անընդհատ խաբել են ու հիասթափեցրել են, մարդիկ վստահություն չունեն ու հա մեր նկատմամբ է վստահություն չունեն, որովհետև շատերը մեզ չեն ճանաչում։ Նախ օբյեկտիվ պատճառներ, որովհետև մեզ չեն լուսաբանում, այս լրատվականն է լուսաբանում, 1-2 լրատվական է, որ ժամանակ առ ժամանակ եթեր է տրամադրում, մնացած տեղերում առհասարակ փակ է։ Ես կհիշեցնեմ, երբ որ 50 հոգի մեր անդամներից մարդ են ձերբակալ է, լրատվականները դրա մասին լռում էին։ Աբսուրդ է, չէ՞։ Մեկ մարդ են մեկ ժամով ձերբակալում, բոլոր լրատվականները անդրադառնում են։ 50 հոգի մի կառույցից մարդ ձերբակալ են ու նման լռություն պահպանվի։ Մենք խոսել ենք, չէ՞, տաղավարում։ Իհարկե։ Լրատվական ռադիոն մեզ միշտ եթեր տրամադրել է ու ես մյուս տեղերում էլ մեր մոտ էլ ասում եմ, որ այն բացառիկ տեղերից է, որ մեզ եթեր տրամադրում են։ Ձեր քայլերի հաջորդականությունը, որպեսզի ամեն դեպքում այն թիվը, որ ձեզ պետք է համալրվի, ինչ պիտի անեք։ Արշավ եք սկսելու, ոնց եք պատկերացնում այդ մարդկանց հավաքագրումը։ Արշավ սկսված է, մենք անհատական բոլորին, ովքեր նույնիսկ մեզ լայք են դնում, փորձում ենք հետները կապել։ Մի հսկա մաս երկրում չի գտնվում։ Մի ավելի հսկա մաս, քանի որ բազմաթիվ անգամ հիասթափված է իրեն, կուսակցական են, այսինքն կուսակրոնություն կա, հիմա էլ կուսակցականներ կան, այդ կուսություն են բան, կուսակցության հետ կապված։ Բայց չենք հանձնվում, նորմալ process է, մենք 2021 թվականից կանք, մեկ ընտրական process-ի համար չենք ստեղծվել ու շարունակելու ենք, ու մեր հիմնական մեսիջն է լինելու է, որ հիմնական խնդիրը սահմանադրության փոփոխությունն է, նոր սահմանադրության ընդունումը։ Եթե Փաշինյանը սա հաջողեց, սա լինելու է վերջի սկիզբը, այսինքն ավելի մեծ տեմպերով գահավիժելու ենք, բայց մենք հույս ունենք, որ հայ հանրությունը այդ ընթացքում կարող է մեկ ճակատով հանդես գալ, խելքի գալ ու տապալել։ Եթե Փաշինյանը մեկ անգամ քաղաքական պարտություն կրի, Փաշինյանի քաղաքական թիմը այդ օրվանից սկսած գահավիժելու է։ Իսկ այս պահին դրան դեմ հանդես եկողներ էլ չկան։ Մենք դաշտում չենք նկատի, որ իրենց համար առաջնային հարցը նոր սահմանադրության տապալումն է։
բոլորը խոսում են գործարաններ են կառուցում, չգիտեմ, հարկեր են իջեցնում, տարբեր բաներ են առաջարկություններ անում։ Մարդիկ են ասում են, այո, միջանցք պետք է լինի, օրինակ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի տեխնացում Լևոն Զուրաբյանը, Քոչարյանն է ասում, որ պետք է լինի այդ միջանցքը ուղղակի ու այլ մարդիկ է պետք է ներգրաված լինեն։ Շնորհակալ եմ, Մասիս։ Ունեք հավելելու որևէ բան։ Մեր հանրությանը կցանկանամ նաև հիշեցնել, որ Հայաստանում ընտրությունների մասնակցելու համար Հայաստանում էս վաղուց արդեն 17 թվականից պարլամենտական համակարգ է, ու երբ որ թիմերը գալիս են ներկայացնում վարչապետի տեխնացու, այդ ամենաաբսուրդն է։ Վարչապետը քաղաքական թիմի համար ուղղակի կառավարիչ է, որին կարելի է անընդհատ փոխել, եթե ինքը տապալում է։ Իրական իշխանությունը գտնվում է պարլամենտում։ Մենք խորհրդարանական երկիր ենք ու դուք տեսեք ընդհանուր թիմերին։ Վարչապետերը միշտ կարող են փոխվել 5 տարվա ընթացքում կարող է 5 վարչապետ լինել 5 կառավարության կազմով։ Դուք ոչ թե ընտրեք վարչապետի տեխնացու, այլ ընտրեք քաղաքական թիմ։ Թիմային փորձեք տեսնել քաղաքական ուժերին, ոչ թե անհատների մեջ, որովհետև այդ անհատներին եւ ճնշում են եւ վախեցնում են թե դրսի թե ներսի ուժերը։ Եվ իրենք մարդ են, որոնք կարող են կուլ գնալ ինչ որ պահից ու ամբողջ թիմը տապալվում է։ Դուք տեսեք ովքեր են որ թիմային են գործում, այսինքն մարդկանցից կախված չեն, կա գաղափարներ, կա հստակ ասելիք, հստակ առաջարկություն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Մարտական եղբայրություն միաբանության ներկայացուցիչ Մասիս Շիրոյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Սա Թարմ ուղեղով զրույցներ, իսկ վաղը կրկին կհանդիպենք, լավ եղեք։